Հարցրուցենք, ինչպես նախորդ հաղորդմանը փորձեցի շոշափել այն հարցը, արդյոք Աստված սեր է եւ կենտրոնանալով «է» բառի վրա, որը ամբողջականացնում է, կարելի է գալ եզրահանգմանը, որ ոչ թե Աստված սեր է, այլ միգուցե այս կերպը ամենաճիշտն է. Աստված սեր է։ Այսօր ուզում եմ խոսել էլի մասին։ Հայերենը այն քիչ լեզուներից է, որտեղ «էլ» բառը կիրառվում է։ Էլը դա ուղղակի բառ չէ, այն ունի ծագում, այն էլ աստվածային։ Մինչ անդրադառնանք «էլ» բառին, եկեք մի փոքր շեղվենք։ Մենք հայերենում ունենք բառեր, որոնք և գաղափար են, և ինչ-որ մեկի անունը։ Եվ միայն կոնտեքստից կարելի է հասկանալ, ինչի մասին է խոսքը։ Օրինակ, երբ որ մենք տեսնում ենք համբարձում բառը, կարելի է կոնտեքստ ուսումնասիրելու հասկանալ, արդյոք դա անուն է, թե գաղափար։ Դա գալիս է, որովհետև տեղի է ունեցել բառի զարգացում։ Նույնը տեղի է ունեցել «էլ» բառի հետ։ Էլը իր սկզբանե եղել է անուն, Աստծո։ Հետագայում այն փոխվել է, դարձել է մեկ այլ Աստծո անուն և այսպես զարգանալով դարձել է արդեն գաղափար, բառ։ Աստվածաշնչում եբրայեցիները, երբ խոսում են Աստծո մասին, օգտագործում են «էլ» բառը։ Իմիջիայլոց մուսուլմանների կամ արաբների ասած «Ալլահ» բառը նույնպես կապ ունի «էլ» բառի հետ։ Ուզում եք ավելին իմանալ, բաժանորդագրվեք, հետևեք իմ էջին և բառի բուն իմաստով գրեք էլի, ինձ, ոչ թե «էլ» ին։